Հետախուզվում են գրառման տակ Էրդողանի 12 թիկնապահների պատկերներն են, որոնք ներկայացրին ոստիկանապետն ու քաղաքապետը։ Ամերիկյան պատմության մեջ առաջին անգամ օտարպետության ղեկավարի թիկնազորը հետախուզվում է որպես քրեական տարր։ Մենք շատ լուրջ ենք վերաբերվում ամերիկյան պետության մայրաքաղաքը լինելու մեր կարգավիճակին։ Մեզ մոտ միշտ են լինում բողոքի հավաքներ և մենք բողոքարարների կողքին ենք նրանց անվտանգությունն ապահովելու հարցում։ Արդեն ճաղավանդակների ետևում են 4 ամերիկացի թուրքեր, բայց ինչպես պատասխանատվության ենթարկել թիկնապահներին, որոնք դեռևս մայիսի 16-ին են հեռացել Վաշինգտոնից։ Առաջին ալիքի հարցին ոստիկանապետի պատասխանից հետևում է, որ իրավապահները իրենց գործը արել են, այժմ հարցը ավելի շատ քաղաքական հարթության վրա է։ Այդ ուղղությամբ պետք է աշխատի պետքարտուղարությունը, ես դիմելով թիկնապահներին կասեի, եթե օրինապահ քաղաքացիներ եք, ինքներդ ներկայացեք ամերիկյան արդարադատության մարմիններին։ Թուրքական պետական լրագրողները փորձում են բողոքել, թե թիկնազորը իբր պաշտպանել է Էրդողանին տարածքում գտնվող քրդական կուսակցության ահաբեկիչներից։ Չկա որևէ փաստ, որ հրապարակում գտնվողներն ահաբեկիչներ էին։ Մեղադրանք չի առաջադրվի Թուրքիայի նախագահին, պատասխանելով Եղիսաբեթ Չուլյանի հարցին նշեց ոստիկանապետը։ Վաշինգտոնի իշխանությունները կարևորում են նաև հունիսի 15-ի ասուլիսի քաղաքական ենթատեքստը, դրանով ուղերձ է հղվում ողջ աշխարհին, որ նման բռնությունները ամերիկյան մայրաքաղաքի կենտրոնում չեն հանդուրժվելու։ Թեմայի շարունակությունը պետքարտուղարությունում էր, խոսնակ Հիզեր Նոյերտը նշում է, որ դեռ քայլեր են հետևելու։ Պետքարտուղարությունը շարունակում է այս հարցում համագործակցել օրինապահների հետ, սա շարունակական գործընթաց է լինելու։ Հայկարամ Նահապետյան, օրակարգ, Վաշինգտոն։